եւս մեկը, երկրորդը, երրորդը, չորրորդը, որը շուռ է եկել, իսկ կողքին անձնակազմի կուտակում կա։ Մոտենում ենք Կարախանբեյլի գյուղի մատույցներին։ Գերեզմանոցից ոչ հեռու գտնում խոցված BMP-2-ը, BTR հիշեցնող տեխնիկան, եւս մի BMP-2, իսկ մոտակայքում կրկին անձնակազմի կուտակումներ տեսնում։ 1, 2, 3, 4, սա էլ 5։ Փորձը ցույց տվեց, որ օրեր շարունակ հարձակվելուց ու ոչնչանալուց հետո թշնամին դադարել է ճակատ առ ճակատ դուրս գալ։ Նույնը 9-րդ պաշտպանական շրջանում էր։ Եթե ադրբեջանական զրահափոխադրիչը կամ հետևակի մարտական մեքենան խոցվում էր, այդ վտանգավոր ուղղությամբ այլևս տեխնիկա չէր ուղարկվում։ Փոխարենն անձնակազմին տրվում էին զգոնությունը, մտավոր եւ ֆիզիկական կատարողականը բարձրացնող էներգետիկ հաբեր, որոնց ազդեցության տակ էլ մարտիկները ողջ մարտալրակազմով առանց դադարների կիլոմետրերով երթ էին անում ու փորձում ներթափանցել թիկունք։ Շարունակենք։ Վերևում տեսնում ենք երկու միավոր BMP-2, որոնք խոցել է բետոնե կամրջին կից անտառում քողարկված մեր T-72 տանկը։ Աջ հատվածում առաջին պաշտպանական շրջանի մեքենաների կենտրոնացման շրջանն է։ Մոտակայքում գտնվող ադրբեջանական BMP-ները խոցվել են ֆագոտով։ Ավելի աջ կգտնենք խոցված եւս մի BMP-2։ Դեպի ձախ T-72 Ասլան եւ T-90S։ Երկուսն էլ մոտ 200 մետր հեռավորության վրա SPG-9-ով խոցել է Հադրութի մոբը։ Դեպի ձախ 300 դիրքն է։ Այս BTR-ն ու BMP-ն խոցվել են Մուշ հրամանատարական բունկերից, իսկ այս T-72-ը խոցվել է ականանետով։ Իջնում ենք ներքև։ T-90S, Էվակուացիոն Brem L, եւս մի T-90S։ Դեպի ձախ BTR-82, T-72 եւ խոցված ու կողաշրջված T-90S։ Եվս մի BMP-2, մոխրացած T-72 Ասլան, որի աշտարակը պայթյունից մի քանի մետր այն կողմ է շպրտվել։ Շարունակում ենք իջնել դեպի Ջոնսոնի դիրք։ BMP-2, Pick-up, BMP-2, կրկին BMP-2, եվս մեկը, հերթական մոխրացած տանկը, եվս մեկը, եվս երկուսը ռովից աջ ու ձախ, իսկ ռովի ներսում իրար մեջ մխրճված ու խոցված 3 միավոր զրահապատ տրանսպորտային միջոց։ Մյուսներն էլ աջ կողմում հանգիստ սպասում են իրենց հերթին։